բայց ակնհայտ է, որ աղքատության մակարդակ, ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի, եւ այս տեմպը միանշանակ մեզ բերելու է զրոյացման, բացի այն դեպքերից, երբ որ ասում են, որ այնուամենայնիվ լինում են դեպքում, ինչ ուզում ես արա, մեկը երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները, ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ։ Այնպես որ մեր սոցիալական քաղաքականությունների իմաստը եւ տրամաբանությունն է նա եւ գուցե թե մենք նոր կառավարությունում գուցե թե մտածենք նաեւ նախարարության անունը փոխելու մասին, որպեսզի այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի, այդ թվում նախարարության անվան մեջ։ Դա դեռ կքննարկենք, դա ընդհանրապես գաղափար է, գուցե այո, գուցե ոչ։ Խնդրեմ։ Արջ արձագանք եմ, պարոն վարչապետ, ձեր նշած որոշ հարցերի միանշանակ ճիշտ է, որ մենք միայնակ չենք թողնում մեր շատ քաղաքացիներ, որոնք այս պահին առնվազն աշխատանք չունեն, ու հիմա էլ նույնիսկ պիլոտի շրջանակներում մենք ունենք առաջարկ մեր քաղաքացիներին, օրինակ հանրային աշխատանքներ կատարել եւ դրա դիմաց փոխհատուցում ստանալ։ Մենք հիմա նախագծում ենք եւ շուտով կներկայացնենք նաեւ կառավարությանը մի լայնամասշտաբ ծրագիր, որը մեզ թույլ է տալու մեր մոտ գրանցված գործազուրկներին եւ աշխատանք փնտրողների թվային գրագիտությունը բարձրացնել, այդ ծրագիրը լավ ավարտածների նաեւ տալ սերտիֆիկատ, որով կկարողանան կրթական ծրագրերի մասնակցել ԿԳՄՍ-ում գրանցված այդ ցանկից։ Մենք նաեւ այսօր պարզապես չուզեցա ամբողջը թվարկել, նաեւ կենցաղավարության եւ ծնողավարության պարտադիր պահանջ ենք դնելու այս ծրագրում, որ քաղաքացիները անցնեն եւ հրաժարվելու դեպքում նաեւ ինչ որ առումով ավելի դժվար լինի իրանց համար նպաստան, այսինքն մեր բոլոր տարբեր քաղաքականությունները համախմբվում են այդ ձեր ասած տրամաբանության մեջ կրթություն, աշխատանք, բարեկեցություն, պետության աջակցությամբ կամ ուղղորդմամբ, հա, բոլոր մակարդակներում նույն հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների տրամադրվող աջակցող միջոցների ծավալն ամեն տարի ընդլայնվում, արտապատվիրակված ծառայություններն են շատանում եւ այն ձեր ասած հատվածը, որ ասում եք, որ իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանա ինչ որ պատճառով մեր վճարած իմ ասած թվերով նպաստը իրանց այնուամենայնիվ կհանի ծայրահեղ աղքատությունից, այսինքն ծայրահեղ աղքատության ամբողջական վերացմանը մենք շատ մոտ ենք եւ հույս ունենք, որ այս տարի աշնանը մոտավորապես հրապարակվող թվերը 25 թվականի համար կլինեն ավելի լավը, քան 0.6%-ը, իսկ 26-ն էլ դե պարզա առավել լավ, որտեղ մնացած բոլոր ցուցանիշները, ինչպես նշեցի, խոսում են դրա մասին։ Պարոն Մնացականյանից մենք կարող ենք հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում այլևս չեն փոխվի, որովհետև նախորդող հիմա վերջին ցուցանիշները, որ մենք ունեցանք, մեր հիմնական խնդիրն էր, որ ինչքան եթե ճիշտ հասկացա, որ մեթոդաբանությունն է փոխվել եւ նախորդ տվյալի հետ համադրելի չեն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, ցավոք իմ պատասխանը բացասական է։ Մեթոդաբանությունները շատ արագ փոխվելու են, ես շատ եմ ցավում, բայց Թոմաս Ջեֆերսոնն ասում էր, կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստն է։ Տեխնոլոգիաների զարգացումը մեզ ստիպեց դեռ 2015 թվականից, որ մենք ցույց տվեցինք Համաշխարհային բանկի մեր գործընկերներին, որ տեսեք, ֆինանսական հատվածում ինչ արագ թվայնացումը տեղի ունեցավ։ Մարդիկ փողոցում էլ կտեսնեք սմարթֆոններով, բայց այնուամենայնիվ գուցե մենք համադրելիության ինչ-որ բանաձևեր ունենանք, որովհետև այդ դեպքում մեզ համար դժվար է, մենք դինամիկան չենք տեսնում։ Համաձայն եմ, պարոն վարչապետ, համաձայն եմ, բայց եթե թույլ կտաք կարևոր մի քանի թվեր հնչեցնեմ։ Պարոն Թորոսյանը որ հնչեցրեց, որովհետև դա հենց քաղաքականության հետ կապված ցուցանիշն է։ Վիճակագրությունը հեռու է քաղաքականությունից, բայց ես ուղղակի նշեմ հետևյալը։ 24 թվականի արդյունքներով, երբ որ մենք արդեն նոր մեթոդաբանությամբ եւ աղքատության պարենային գիծ, ստորին գիծ, վերին գիծ եւ միջին գիծ, հիմնական ցուցանիշը միջին գիծն է, աղքատության հրապարակեցին աղքատության ցուցանիշները, ինչ պատկեր ստացվեց, որ 24 թվականին ծայրահեղ աղքատությունը կազմեց 0.6%, բայց աղքատության պարենային գծի, այսինքն ծայրահեղ գիծը կազմել էր փաստացի
սպառման մեր մասնավոր տնային տեսունի 29196 դրամ։ Այսինքն ընդամենը մեր բնակչության 0.6%-ն է, որ 29196 դրամից պակաս սպառում է ունեցել։ Հաջորդը աղքատության ստորին գիծը, որը ոչ միայն պարենայինն է, այլ նաև ծառայությունների նվազագույն կազմը։ Այստեղ ամսական սպառումը կազմեց 42680 դրամ, իսկ աղքատությունը ստորին գծի կազմեց 8.3%։ Այսինքն մեր բնակչության ընդամենը 8.3%-ն է, որ աղքատության ստորին գիծը չի կարողանում ի սպառման ապահովել։ Վերին գիծը արդեն թանկ բարձր ծառայություններն են, ինտերնետ, չգիտեմ ինչ եւ այլն, որ դարձավ 64162 դրամ, եւս դրա ստացվեց վերին գիծով աղքատությունը 42%։ Դրամ այլ միջին գիծն է ընդունված 53420 եւ 21.7%։ Տեխնոլոգիաները ստիպում են, որ թանկարժեք ծառայությունները ոչ միայն այդ բնակավարում, նաև առողջապահության բնակավարում արդեն այնպիսի առաջընթաց ունենք, այնպիսի վիրահատություններ են անում, որոնք որ բավականին թանկարժեք են եւ դա պետք է հաշվի առնել։ Հիմա այսինքն առողջության ապահովագրությունը մասնավորապես մեր աղքատության մակարդակի վրա ազդեցություն կունենա, ես ճիշտ հասկացա ձեր ասածը։ Քաղաքական իմաստով ես իրավունք չունեմ նման հարցի պատասխանել, բայց գիժ չեմ, իհարկե։ Շատ լավ, հարգելի գործընկերներ։